Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում առավոտից բոյկոտ է։ Մայիսի 30-ին է լրացել բուհի տնօրեն Կարեն Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը։ Մայրբուհից տեղի աշխատակազմին վստահեցրել են, որ մինչև նոր մրցույթ նա կշարունակի աշխատանքը որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն հունիսի 10-ին հայտնի է դառնում, որ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող է գործուղվում մայրբուհից պրոռեկտոր Մխիթ Հարաստանյանը։ Գյումրիի դասախոսական կազմը եւ ուսանողները վրդովված են ոչ այնքան կադրային փոփոխությունից, այլ նրանից, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվել, եւ դրա հետևանքով մասնաճյուղում ստեղծել են կառավարման ճգնաժամ։ 10 օր մի շաբաթ հարցը քննվում է եւ ուզում ենք, որ մեզ հետ հանդիպեն խոսեն, որովհետեւ մեկը նախաձեռնություն չի հայտնել։ Կամ որ նոր նշանակված անձը գալիս ասում է ես միայն որ պատորեն եմ գալու մի ժամով ու ստորագրեմ թղթեր քննամ։ Մենք մեր մոտ հարց է առաջանում, ստեղած թիմը ինտենսիվ աշխատում է 40 ժամ շաբաթական։ Հիմա եթե դուք շաբաթական մի ժամ եք աշխատում, ստացվում է որ դուք 40 անգամ մեր process-ները հետ եք գցում։ Սա անընդունելի կառավարման մոդեցում է մեզ համար։ Մասնաճյուղում նշում են, որ համալսարանի ղեկավարությունը չի արձագանքում որոշման պատճառներին, չի եղել նաև հրապարակային հայտարարություն։ Այսօրվանից բոյկոտ հայտարարած դասախոսներն ու ուսանողները մեկ պահանջ եւ խնդրանք ունեն։ Մինչև տնօրենի ընտրության մրցույթը ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Կարեն Պետրոսյանին։ Եթե բերում են մի մարդ, որը անտեղյակ է մեր օրակարգի խնդիրներին եւ մյուս հարցերին, հետեւաբար նաեւ կադրերին, հետեւաբար ուրեմն մենք աշխատում ենք մեր երկրի զարգացման բարգավաճման համար, հետեւաբար այս process-ում տեղի կունենա մեր գիտության զարգացման, կրթության զարգացման եւ կրթական տարբեր օրակարգերի ճիշտ ասած հետընթաց, որը մենք չենք ցանկանում եւ այս է մեր պատճառը, իսկ նշանակել որևէ մեկին նշանակելու համար մենք գիտենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ պետք է նաեւ հաշվի առնել կոլեկտիվի կարծիքը։ Բույս պահանջվել է առնվազն 8 տարի հասնելու այն ամենին, ինչ այս պահին ունի եւ ստեղծվել է մի իրավիճակ, որը նսեմացնում է այդ ստեղծվածը, ապա մենք իհարկե ցավ ենք ապրում դրա համար եւ չենք կարող հաշտ լինել դրա հետ։ Եվ սա process է, որով մենք հայտնում ենք մեր անհաշտությունը դրա հետ եւ անհարգալից վերաբերմունքը նաեւ, քանի որ ներկայացվել է բուհը եւ անձնակազմը որպես ընտանիք, իսկ մեր բարոյական ընկալումներում ընտանիքի հետ այդպես չեն վարվում։ Բանախոսների համոզմամբ նոր նշանակված պաշտոնակատարի կառավարման ձևաչափն ու աշխատանքային մոտեցումները անհամատեղելի են առօրյա գործունեության հետ։ Բողոքող կողմի պնդմամբ շաբաթական ընդամենը մեկ անգամ մասնաճյուղ այցելելու եւ այդ ձևաչափով կրթական ու վարչական գործընթացները համակարգելու մոտեցումը չի կարող ապահովել բնականon աշխատանք։ Հենց այդ պատճառով էլ մասնաճյուղում դադարեցրել են կրթական եւ վարչական գործընթացները։ Մենք ունենք շրջանավարտ 2030 ծրագիրը ու երկու կարևոր կառույցներ Հայաստանում վերցել էին այդ ծրագիրը, վերապատրաստումներ ենք սկսել եւ այլն, ու այդ ամբողջ գործընթացը դադարեցվել է, այսինքն կարող ենք այստեղ շեշտել, որ մեր բուհի կառավարման համակարգը կատված է հարելին։ Այս բան համալսարանում բոյկոտ է եւ որը շատ վատ ազդեցություն կարող է ունենալ համալսարանի ընդունելության համար։ Էդելա չէ կանգնել։ Այո, այս բանին ընդունելությունը ընդունող հանձնաժողովը եւս դադարեցրել է իր գործընթացը։ Քաղաքական ենթատեքստ կա արդյոք ստեղծված իրավիճակի հիմքում, կապված այն նախկին տնօրենի գործունեության կամ նրա հնարավոր վերանշանակման հետ այլ պաշտոնում։ Այս հարցերին բոյկոտի մասնակից դասախոսներն ու վարչական աշխատակիցները պատասխան չունեն։ Նրանք պնդում են, որ իրենց պայքարը քաղաքական չէ եւ որևէ անձի շուրջ չէ կենտրոնացված, այլ վերաբերում է որոշումների կայացման գործընթացին ու բուհի նկատմամբ վերաբերմունքին։ Պարոն Պետրոսյանը այս մասով մտահոգություն չունի, որ կարող է մրցույթին մասնակցենք ու այնտեղ հարցը չլուծվի կամ լուծվի։ Եթե մրցույթին կմասնակցի եւ չի անցնի, ոչ մի խնդիր, բայց մինչեւ մրցույթին մասնակցելը չի կարելի մարդուն ասել այդ դուք շարունակելու եք ձեր թիմով, հետո վերջին պահին ասել մեր ընկալումներում բան է փոխվել, դուք գնացեք։ Բայց մայր բուհի այս տրամադրվածությունը արդյոք չի հուշում, որ մրցույթին մասնակցելուց հետո էլ Պետրոսյանը չի ընտրվել։ Մեզ հուշում է, բայց ենթադրությունները թողնում են ցես։ Բոյկոտին զուգահեռ բուհում ստորագրահավաք են սկսել։ 650 ուսանող ունեցող բուհում ստորագրահավաքին միացել է արդեն ավելի քան 200-ը։ Մինչև այդ դադարեցված են կրթական եւ վարչական բոլոր գործընթացները։ Չեն անցկացնի նաեւ քննաշրջանին նախատեսված քննություններն ու ստուգարքները։ Իրավիճակի վերաբերյալ Կարեն Պետրոսյանից եւ մայրբուհի պրոռեկտորից պարզաբանումներ ստանալու մեր փորձերը մնացին անարձագանք։ Երկուսն էլ չեն պատասխանում հեռախոսազանգերին։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։